Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, չնայած սերիալում իրավիճակն էլ ավելի է լարվում ու թեժանում։ Միքայելը գտնվում է ծանր վիճակում, քանի որ օղակը նրա շուրջ սեղմվում է, նա հասկանում է, որ Սոսը հենց այնպես չի վերադարձել ու ամեն ինչ անելու է, որ իր կյանքը իսկական դժոխքի վերածվի, չնայած որ նա փորձում է ամեն ինչ անել իր որդուն ցավեցնելու համար, նրանք փոխեցին անալիզների պատասխանները և Հենրին այդպես էլ չիմացավ, որ ինքն ու Անգելինան ամենևին էլ քույր ու եղբայր չեն և նրանց միջև որևէ արյունակցական կապ չկա, իսկ այդ ընթացքում Լիլիթն էլ ավելի է կատաղում։ Քանի որ շատ լավ հասկանում է, որ Սոսին նա մի կերպ է պահել իր կողքին ու այժմ, երբ Աննայի հետ հանդիպել ու իմացել է ճշմարտությունը, այլևս անհնար է իր կողքին պահել։ Սոսը այժմ գիտի, որ Աննան հղի է եղել իրենից, իհարկե, ամբողջ ճշմարտությունը չգիտի, որ նրանց երեխան չի մահացել, այլ Միքայելն է երեխային մորից հեռացրել ու շատ շուտով նա իմանալու է ողջ ճշմարտությունը։ Նա իմանալու է, որ Աննայի ու իր երեխան ծնվել է ողջ ու առողջ, Միքայելը խաբելով նրան հեռացրել է ու տվել Ավագին ու Վիկտորիային, իսկ Վիկտորիան արդեն կասկածներ ունի Անգելինայի պատմածից, նրա մեջ կասկածի որդերը կսկսեն շարժվել ու նա կհասկանա, որ Անգելինան բնավ էլ Միքայելի երեխան չէ, ինչու պետք է Միքայելն իր երեխային բերեր ու իրենց հանձներ։ Կհասկանա, որ Անգելինան Սոսի և Աննայի դուստրն է, բայց բնականաբար գաղտնիքն այդպես էլ չի բացի, քանի որ նա շատ վախ ունի Անգելինային կորցնելու։ Իսկ թե ինչպես են զարգանալու հետագա իրադարձությունները և ինչպես են բացահայտվելու գաղտնիքներն առաջիկա սերիաներում, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Նշենք, որ Արամը գտնվում է ծանր վիճակում, քանի որ հայրը նրան պատմեց իր մոր իսկական բնավորության մասին, բայց ինչպես երևում է կադրերից, Արամն այդքան էլ վատ հարաբերություն չունի մոր հետ։ Ասել, որ սպառված եմ ու հոգնած կնշանակի ոչինչ չասել։ Եկել եմ նկարահանման, ինձ ված սկսվել է քննական շրջանը, պլյուս դրան ստուդիայում պատրաստվում ենք մենահամերգի, հուլիս ամսին մեր մենահամերգն է լինելու, այդ ամենի հետ մեկտեղ արձակուրդ չենք ունենալու և ամբողջ ամառի եթերում ենք լինելու։ Մի խոսքով ես ուղղակի ուզում եմ փախնեմ, գնամ մի տեղ հանգստանամ, որովհետև ոչ մի գիշեր ես նորմալ չեմ գնում։ Իսկ առավոտն էլ մի աշխատանքի կետից մյուս աշխատանքի կետն եմ գնում, գումարածը համալսարանում։ Ռոբոտի կյանք։ Բարի օր բոլորին, ուզում եմ միանգամից ասել, որ մեր նկարահանումները շարունակվում են, ամենտեղ տարբեր հոդվածներ կարդալով ես պարզապես զարմանում եմ մեր լրագրական դաշտի այս չափ աղտոտվածության վրա, որտեղից են հորինում, ինչ վառ և ոչ պիտանի երևակայություն ունեն, իսեր Աստծուն, հանդարտվեք, մեր նկարահանումները շարունակվում են, մեր հերոսները Լևոնը Մկրտչյան, Ռոզի Ինդավթյան նկարահանման հրապարակում են։ Ավարտեք այս ամենը, իսկապես ծիծաղելի եք։ Ամեն միջոցառումից հետո կլինի հարսանիք, կլինի ծնունդ, այսքան սխալ տեղեկատվություն, ինչպես եք ձեր ուղեղի մեջ ծնում և հետո ձեր շատ ոչ պիտանի երևակայության պտուղներով կերակրում եք մեր հեռուստադիտողին։ Մի կերակրեք ձեր երևակայության շատ վատ երևակայության պտուղներով մեր հեռուստադիտողին, որովհետև մենք ունենք շատ լավ հեռուստադիտող, հոգատար, ուշադիր, որի համար իհարկե մենք շատ շնորհակալ ենք։ Մի կերակրեք,
ավարտեք այս ամենը, որքան կարելի է մտնել, ներխուժել ուրիշի կյանք, մտնել ուրիշի անկողին, սխալ տեղեկատվություն հրամցնել, մի քանի դիտում ավել ունենալու համար, լավ չեք հոգնել, ավարտեք այս ամենը, ավելի փորձեք ճիշտ ապրել, փորձեք ուղղակի ճիշտ ապրել, ավարտեք այս ամենը, ավել բան չեմ ուզում ձեզ ասել, ձեզ լավ օր, բարի օր, Կուզեիք նենց սիրեիք ձեր աշխատանքը, որ սենց նման էներգիա ավելի չքնած գայիք գործի։ Հաստատ չէիք ուզի։ Ինչև է, հաստատ հատրոն։ Մեր նոր բեմը, սպասեք շուտով թույն նորությունների։ Դե ինչ Լիլիթը վերադարձավ Հայաստան, պես որ սպասեք հաճելի զարգացում։ Ում համար հաճելի, ում համար տհաճ, ամեն դեպքում հետաքրքիր։ Մերսի։ Ողջույն սիրելիներս, մենք այսօր եկել ենք Գավառ ներկայացում խաղալու։ Այստեղ են շատ սիրելի դերասանները մեր, Սիր, Թակ, մի հատ տենցերա երևոս, նենք ինչ լովն են, տիկին Ջուլիանը լեսա մեզ կմիանա։ Մենք այսօր փառատոնի շրջանակում խաղալու ենք ծառերը կանգնած են մահանու ներկայացումը։ Դե ինչ, մեզ հաջողություն։ Ամեն։ Սրտիկներ։ Վերջին զանգինողի ընկերները հաստատ կիմանան այս ծառը։ Մեկ ինչ սիրուն տեղը։ Ինչ սիրուն տեղ են, բայց իրականում գտելու Մենք ինքը չէր գաստել։ շատ սիրուն sense բան է։ Հատված է, լրիվ սյոմիչնի։ Շատ սիրուն տեղ են ընտրել նկարելու համար։ Հենրի ու Անգելինայի տեսարանները երեխեքը բերեցին, ցույց տվեցին այս տեղը։ Նկարահանման են գալի ու մեր հրաշք օպերատորը սուրճուրը սիրեց։ Քաղցր կինդեր։ Գիտեք ինչ հրաշք անձնավորություն է, ու ընդհանրապես բոլորի ինչ հրաշք անձնավորությունները։ Ես եմ էտ Արի տեքստանց։ Քեզ եմ հյուրը ասիրել։ Մասը սենց թողեմ, թե բանանը։ Ինչը։ Հա, լիթ գլխի։ Լավ չի, չես։